Երևանի Մուրացյան 110 հասցեում ապրում են զոհված, հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով զինծառայողների ընտանիքներ։ Ապրելու տեղ չեն ունեցել կերակրող։ Պաշտպանության նախարարությունը շատ տարիներ առաջ այս շենքը տվել է, ասել է վերցրեք, ապրեք։ Մի ամիս առաջ Փաշինյանը որոշում է կայացրել շենքը հանել աճուրդի։ Այդ ընտանիքները ապրում են ծայրահեղված պայմաններում, որովհետև ոչ գնալու տեղ ունեն, ոչ կյանքը փոխելու հնարավորություն ունեն։ Զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների հարազատներ են ապրում այդ շենքերում։ Մի կին, որ Արցախյան առաջին պատերազմում կորցրել է ամուսնուն, 44-օրյա պատերազմում անհետ կորել է որդին։ Փաշինյանը նաև զրկում է բնակարանից, ապրելու տեղից։ Դու կառավարություն պետք է ամեն ինչ անեիր, որ նա չունենա սոցիալական որևէ խնդիր, որովհետև ամենաթանկն է կորցրել քո բերած ու պարտված պատերազմում, բայց նրա սենյակները ձեռքից խլում։ Ու պետգույքի կառավարման կոմիտեն պատասխանում է, շենքի աճուրդի գինը 400 միլիոն դրամ է, տվեք առեք։ Պետությունը $1 միլիոն չունի, որ ինքը այդ շենքը գնի ու նվիրի այդտեղ ապրող մարդկանց, որոնց ընտանիքի անդամները հաշմանդամություն են ձեռք բերել, զոհվել են, անհետ կորել են հայրենիքի համար, Նիկոլի իշխանությունը պահելու համար, նրա համար, որ Նիկոլին չասեն դավաճան։ Պետությունը չունի $1 միլիոն։